Շատ երկրներ կերազ էին ունենալ քաղցրահամ ջրի այնպիսի արժեքավոր պաշար, ինչպիսին Սևանա լիճն է, բայց Սևանի կենսագրության անհաջող մի դրվագ փոխեց լճի ճակատագիրը։ Խորհրդային իշխանությունը Սևանի ջրերը տնտեսական նպատակներով սկսեց օգտագործել 1923 թվականից, իսկ 1931-ին իրականացրեց Սևանա լճի մակարդակը 55 մետրով իջեցնելու գործողությունների ծրագիրը։ Այդ ժամանակ Սևանի կղզին վերածվեց թերակղզու։ Որոշումից մոտ 20 տարի հետո, երբ ջրի մակարդակը բավականին իջեցվել էր, իշխանությունները հայտարարեցին աշխատանքների դադարեցնելու մասին։ Մակարդակի արհեստական իջեցումը հանգեցրել էր լճի էկոլոգիական հավասարակշռության խախտման, ջրում թթվասնի պակասի, բարձրացել էր ջրի միջին ջերմաստիճանը և աղտոտվածությունը։ Ձկան պաշարները կրճատվել էին մոտ 50 անգամ, որոշ տեսակներ իսպառ ոչնչացել։ Լիճը փրկելու համար որոշվեց Որոտան և Արփա գետերի ջրերը ուղղել Սևան, կառուցելով Արփա-Սևան թունելը։ 1978 թվականին ստեղծվեց նաև Սևան ազգային պարկը, որպեսզի նվազեցվի Սևանի վրա մարդածին գործոնների բացասական ազդեցությունը, բարձրացվի ջրի մակարդակը։ Մինչև 1990 թվականը ջրի մակարդակը հաջողվեց բարձրացնել 1,5 մետրով, որը փոքր-ինչ բարելավեց լճի էկոլոգիական վիճակը։ Սակայն 90-ականներին վրա հասած տնտեսական ճգնաժամի պատճառով լճի ջրային և կենդանական աշխարհի անխնա օգտագործումը դարձյալ հանգեցրեց էկոհամակարգի վատթարացման։ Հաշվի առնելով Սևանի ռազմավարական նշանակությունը, 2008 թվականին ստեղծվեց Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը, որը պետք է կարգավորեր բոլոր խնդիրները։ Սակայն 90-ականներից լճի մակարդակի իջեցման տարիներին կատարվել էին ծառատնկումներ, ահա այս շինություններից շատերը և բուսազանգվածի մի մասը հայտնվեցին ջրի տակ։ Երբ Սևանի մակարդակը բարձրացեց ավելի քան 2 մետրով, դրա հատումը լիճը ենթարկեց էկոլոգիական ցնցմանը։ Սևանի վրա ազդող մի քանի մարդածին գործող միավորել են և դրանց առաջացած խնդիրները չեն լուծվում տարիներ շարունակ։ Լճի շրջակա քաղաքների և գյուղերի, ինչպես նաև ափամերձ հանգստյան տների, ռեստորանների կոյուղաջրերը շարունակ լցվում են լիճը։ Շրջակա համատնտեսական հողերը գերպարարտացվում են, ազոտական և ֆոսֆորական այդ պարարտանյութերը անձրևի և քամու միջոցով հայտնվում են լճում։ Սնելով ջրիմուռների որոշ տեսակները, ջրիմուռների պատճառով լույսը չի թափանցում լճի ներս։ Ազդելով խորքաբնակ տեսակների վրա, ջրի որակի վրա էական ազդեցություն են ունենում նաև շրջակայքի կենցաղային ու արտադրական այլ թափոնները։ Թվարկված գործոններից ավելացել է նաև կլիմայի փոփոխության գործոնը, ինչի հետևանքով ջրի մակերեսի վերականգնման խնդիրները չեն կարող լուծվել առանց էնդեմիկ ձկնատեսակի բնական պաշարների վերականգնման։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից 3-ը՝ ամառային բախտակը, ձմեռային բախտակը և բոջակն անհետացել են։ Լճում առկա է միայն Եղարքունի իշխանը։ Մի շարք միջոցառումներով փորձ է արվում մեղմել բացասական ազդեցությունը Սևանի էկոհամակարգի վրա, բայց բավարար արդյունք դեռևս չկա։ Սևանը բնության նվերն է մեր երկրի, 25 000 տարեկան լիճը մեր երկրի խորհրդանիշն է, ուստի յուրաքանչյուր սերունդ պարտավորություն ունի Սևանը պահպանել և հաջորդել մյուս սերունդներին։
Սևանա լճի ջրի մաքրման հիմնախնդիրների ուսումնասիրության նպատակն է համալիր վերլուծության միջոցով պարզել լճի աղտոտման հիմնական պատճառները, դրանց առաջացման մեխանիզմները և ազդեցության լճի էկոհամակարգի վրա։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել լճի ջրի աղտոտման աղբյուրները, այդ թվում կենցաղային և արդյունաբերական թափոնները, գյուղատնտեսական գործունեության հետևանքները, կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, ինչպես նաև անօրինական և ոչ պատշաճ կառավարվող տնտեսական գործունեությունը։ Հիմնվելով այս ուսումնասիրությունների վրա կմշակվեն գիտականորեն հիմնավորված առաջարկներ և լուծումներ, որոնք նպատակաուղղված կլինեն լճի ջրի որակի բարելավմանը և էկոհամակարգի հավասարակշռության վերականգնմանը։ Բացի այդ, նախագծի նպատակն է ոչ միայն տեխնոլոգիական և ինժեներական լուծումների առաջարկը, այլ դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական, կազմակերպչական և հանրային իրազեկման մեխանիզմների մշակումը։ Կարևորում է պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, գիտական հասարակությունների և տեղական համայնքների համագործակցությունը։ Նախագծի հիմնախնդիրներն են աղտոտման աղբյուրների բազմազանություն և անպատշաճ վերահսկում, Սևանա լճի աղտոտման և բազմաթիվ աղբյուրներից ներառյալ կենցաղային, արդյունաբերական և գյուղատնտեսական կեղտաջրերը։ Այս աղբյուրների մի մասը լիճ են թափվում առանց որևէ մաքրման, ինչը խախտում է ջրի կենսաբանական կազմը և նպաստում վնասակար նյութերի կուտակմանը։ Մաքրման կայանների անբավարարությունը կամ ոչ արդյունավետությունը։ Շատ համայնքներ չունեն կենսաբանական կամ մեխանիկական մաքրման կայաններ, կամ եղած կայանները գործում են խափանման կամ անբավարար հզորությամբ։ Դա նշանակում է, որ մեծ քանակությամբ չմաքրված ջրերը անարգել լցվում են լիճ։ Ջրի ծաղկման աճող վտանգ։ Մեծ քանակությամբ ֆոսֆատների և ազոտի միացությունների առկայությամբ ջրում հանգեցնում է ջրիմուռների արագ աճի, ինչը խանգարում է լճի ինքնամաքրման գործընթացին և սպառվում է ձկնային ռեսուրսներին։ Անօրինական շինարարություններ և տնտեսվարում լճի ափամերձ գոտում։ Շատ դեպքերում անօրինական կառույցներն ու տնտեսությունները խախտում են բնապահպանական նորմերը, ոչնչացնելով լճի բնական ափամերձ գոտիները, ինչը նույնպես վնասում է էկոհամակարգը։ Օրենսդրական և կառավարչական թերի մեխանիզմներ։ Չնայած առկա են օրենքներ, որոնք կարգավորում է Սևանա լճի պաշտպանությունը, դրանց կիրառման և վերահսկողության մեխանիզմները հաճախ թերի են կամ արդյունավետ։ Իրավասու մարմինների միջև ոչ բավարար համագործակցություն։ Պետական, տեղական և գիտական կառույցների միջև երբեմն նկատվում է համագործակցության պակաս, ինչը դժվարացնում է համալիր մոտեցման իրականացումը։ Մարտահրավերներն են տեխնոլոգիական ներդրումների պակաս։ Լճի մաքրման և մոնիթորինգի համար անհրաժեշտ է ժամանակակից սարքավորումների, տեխնոլոգիաների և նորարարական մեթոդների ներդրումը, ինչը պահանջում է զգալի ֆինանսական և գիտական ռեսուրսներ, հանրային անտարբերություն և անտեղյակություն։ Շատ քաղաքացիներ բավարար պատկերացում չունեն Սևանա լճի իրական վիճակի մասին, իսկ մի մասն էլ չգիտի, թե ինչպես կարող է նպաստել լճի պահպանությանը։ Ֆինանսավորման բացակայություն կամ անբավարարություն։ Սևանա լճի ջրի մաքրման ծրագրերը հաճախ ունեն ժամանակավոր բնույթ կամ սահմանափակվում են ֆինանսական դժվարություններով, ինչն էլ սահմանափակում է դրանց կայունությունն ու արդյունավետությունը։ Եզրափակիչ դիտարկում։ Սևանա լճի մաքրության պահպանումը և վերականգնումը ազգային նշանակության առաջնահերթ խնդիր է, որը պահանջում է ոչ միայն պետական քաղաքական կամք, այլև գիտական, տեխնոլոգիական, հասարակական և իրավական համապարփակ մոտեցում։ Հիմնախնդիրների խորքային վերլուծության և մարտահրավերների հաղթահարման դժվար կլինի ապահովել լճի էկոլոգիական կայունությունը։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն շարունակական, թափանցիկ և հանրության լայն մասնակցությամբ։ Վերջնարդյունք։ Նախագծի իրականացման արդյունքում կստեղծվի համալիր գործողությունների ծրագիր, որը կներառի մի շարք գործնական քայլեր Սևանա լճի ջրի աղտոտման նվազեցման և մաքրման համար։ Նախատեսվում է մշակել և փորձարկել նորարարական մաքրման տեխնոլոգիաներ, որոնցից կարող են լինել կենսաբանական, քիմիական և մեխանիկական մաքրման մեթոդները, ինչպես նաև լճի ջրային ռեսուրսների կառավարման արդիականացված մոդելներ։ Բացի տեխնիկական միջոցառումները, հատուկ ուշադրություն կդարձվի մոնիթորինգի, վերահսկողության համակարգերի ներդրմանը և հասարակության իրազեկմանը։ Այս նախագիծը ոչ միայն տեխնիկական հմտությունների փորձարկում էր, այլև մեր ստեղծագործական մտքի ու թիմային աշխատանքի հաղթանակը։ Մենք քայլ առ քայլ կառուցեցինք մի ռոբոտ, որը որոշ չափով կարող է փոխազդել միջավայրի հետ, կատարել բաց գործողություններ և ծառայել որպես հիմք նորարարությունների հետագա զարգացման համար։ Այս գործընթացը մեզ սովորեցրեց, որ ինժեներական մտածողությունը միայն սխեմաներ ու կոդեր չէ, դա նաև համբերություն է, վերլուծություն, պատասխանատվություն և հնարամտություն։ Մենք համոզվեցինք, որ ռոբոտաշինությունը ապագայի հիմքն է։ Մեր արդեն սկսել ենք այդ լեզվով խոսել։ Նախագծի վերջնարդյունքում մենք առաջարկում ենք երկու տեսակի ռոբոտ։ Առաջին տեսակի ռոբոտի վերջնական տեսքը կունենա հետևյալ տեսքը,
այն կաշխատի կառավարող ալեղավատով, արևային վահանով կստանա էներգիա եւ սենսորներով, ունենա թափոնների հավաքման դույլ, մարդկոցի տուփ ներսում եւ մարդկոց բլոկ եկի ներսում։ Ռոբոտը իր մեջ կարող է պարունակել սենսորներ, թափոնների տարա, ամբարտիչ բծակ, կրիչներ եւ անուններ, վերջնական տեսքը կլինի սա։